Բարի շաբաթ, հանրային ռադիոյի եթերում հանրամեդիայի հերթական թողարկումն է, ով մոռացել է, ես Լևոն Սարդարյանն եմ հանրային ռադիոյի այսպես սադրիչներից մեկը եւ այսօր մենք կրկին իմ հյուրերի հետ զրուցելու ենք Հայաստանի մեդիադաշտի խնդիրների, ինչ չէ նաեւ եթե կան այդպիսիք նաեւ առավելությունների մասին, իսկ այսօր իմ զրուցակիցներն են, միգուցե նաեւ բանավիճող կողմերն են Լաուրա Բաղդասարյանը, ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրենը եւ Դավիթ Ստեփանյանը, առաջին AM լրատվական կայքի վերլուծաբան, բարև ձեզ։ Սովորաբար մենք հաղորդումը սկսում ենք ինչ-որ իրադարձությամբ, որը տեղի է ունեցել անցած շաբաթվա ընթացքում, ես այնց ավելի լավ ու հարմար իրադարձություն չգտա, քան այն նամակը, որի պատճեն, այսպես ասեմ, տարածվել էր լրատվամիջոցներում, որը arczepiskoposներն ու եպիսկոպոսները ուղղել էին ամենայն հայոց կաթողիկոսին, պահանջելով մեկ այլ arczepiskoposին հեռացնել եկեղեցուց։ Այստեղ խնդիրը մի քիչ ավելի բովանդակային դաշտից դուրս գանք, ինքը ցուցվանգային վիճակ ստեղծեց լրատվական դաշտում, ինչու, որովհետև եթե մինչև այդ կային լրատվամիջոցներ, լրագրողներ, որոնք ասում էին բազնանցեք եկեղեցուց, չի կարելի եկեղեցուն անվանարկել հոգևորականներին եւ այլն, իրենք սկսեցին լծվեցին հենց այդ սուրբ առաքելությանը, որովհետև սկսեցին այն մեկի Bentley-ին, այն մեկի այս կամ այն Ես չգիտեմ այդ կոմբինացիան ով էր մտածել, բայց ինքը հաջողված կոմբինացիա էր, չես կարծում, հարգելի Դավիթ։ Ես կարծում եմ, որ այո, որտեվ arczepiskopos Կճոյանը նույնիսկ մականուն ուներ Bentley, երևի հիմա էլ ունի, եւ այնպես է ստացվում, որ հիմա ինքը փաստորեն հանդես է գալիս, դուրս է եկել կաթողիկոսի դեմ, եւ այդ ամբողջ հանրային դաշտի այդ սեգմենտը, որը պաշտպանում էր կաթողիկոսին, ոչ թե եկեղեցուն, այլ կաթողիկոսին եւ սպասավորների մի մասին, հիմա փաստորեն դուրս է եկել սպասավորների մյուս մասի դեմ։ Ես դեմա հարց է առաջանում, իրենք եկեղեցու դեմ են, եկեղեցու կողմ են եւ ընդհանրապես ինձ մոտ օրինակ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, ես չեմ հասկանում, թե ինչա կատարվում։ Եվ այս այդ հարցը ես բարձրաձայնել եմ այսօր։ Այդ ոչ, մեկ չգիտի։ Դե երևի, որովհետեւ հիմա ստացվում է, որ այն չգիտեմ որքանով է տեղին Լևոն ջան, պայքարը, որը մղում էին այդ ZLM-ները, պայքարը, որը ZLM-ները մղում էին, ստացվում է, որ ինքը արդյունավետ չէր եւ լրիվ այլ ուղղությամբ էր տանում, այսինքն Սովորաբար լավ բառ ասում, за что боролись, на то и напоролись։ Այս վիճակն է անդե։ Ես համամիտ եմ ձեզ հետ, որ դուք ասում եք ցուցվանգային վիճակ է։ Այո, ցուցվանգային վիճակ է։ Հասանք հիմնական թեմային, տեսեք, այստեղ մոռացանք եկեղեցին դրեցինք մի կողմ, առանց դել այդ մասին այդ թեմայով շատ են խոսում։ Հա, որտեղ ես էլ եմ հոգնել անկեղծ ասած այդ թեմայից, քննարկումներից նկատի ունեմ։ Հիմա տեսեք, մենք ունենք մի իրավիճակ, երբ մենք արդեն չգիտենք, մենք գործ ունենք զանգվածային լրատվամիջոցների հետ, թե ունենք քաղաքական դիրքավորում ունեցող հարթակների հետ։ Այստեղ է մեր ամենամեծ խնդիրը, եւ այդ խնդիրը ինքը պատճառներ էլ ունի, այդ պատճառների մասին կխոսենք։ Հիմա ես ճիշտ եմ իմ գնահատականում, այսինքն մենք ունենք հարթակներ, մենք արդեն չունենք զանգվածային լրատվամիջոցներ, ըստ էության։ Զանգվածային լրատվության միջոցներ, որոնք տարբեր հարթակ, տարբեր միջոցներով, խողովակներով են աշխատում։ Մենք ունենք on-line միջավայրում ZLM-ներ, մենք ունենք հեռուստաընկերություններ, մենք ունենք ռադիո եւ այլն, մենք ամեն ինչ ունենք, զանգվածային լրատվության միջոցներ են, բայց երբ որ ասում ենք զանգվածային, դա չի նշանակում, որ ամեն մի ZLM-ի բովանդակությունները պետք է ամբողջ հանրության քիմքին հաճելի լինի։ Մենք ունենք գերբևեռացված հասարակություն, մենք ունենք ներքաղաքական շատ սուր ընդդիմություն մեկը մյուսի նկատմամբ եւ քանի որ մեր ZLM-ների ֆինանսական հոսքերը կապված են նաեւ տարբեր քաղաքական նախապատվություններ ունեցող բիզնես շրջանակների հետ, հետեւաբար մենք ունենք նաեւ տարբեր քաղաքական նախապատվություններ դրսևորող ZLM-ներ եւ դա է հիմնական պատճառը, որ մենք ասում ենք ունենք բևեռացված ZLM մեդիա դաշտ։ Մյուս կողմից ես դա նորմալ եմ համարում այն իմաստով, որ
բոլոր լրատվամիջոցները չի, որ պետք է այս կամ բոլոր քաղաքական ուժերին նախապատվություն տան, այդպես չկա, այդպես գոյություն նման բան գոյություն չունի ոչ մի երկրում, բայց խնդիրն այն է, մենք ունենք խնդիր որակյալ բովանդակություն հանրությանը ներկայացնելու հետ կապված եւ մենք ունենք խնդիր, ես հաճախ եմ այդ մասին ասում, որ քաղաքական նախապատվությունը պետք է նաեւ հանրահռչակել, այսինքն շատ ավելի ազնիվ կլինի լսարանների հետ խոսել եւ շփվել լրատվամիջոցի եւ լսարանի շփումը շատ ավելի ազնիվ կլինի, եթե այդ լրատվամիջոցը թափանցիկորեն ներկայացնում է իր քաղաքական նախապատվությունները։ Բայց եկեք ձեր ֆինանսական հոսքերը թափանցիկ ներկայացրեք, ասում եմ ազատությունը իմ էս իմ այն դե դա հիմա այդպես է ինչարած սա է խնդիրը բևեռացվածությունը եւ ընդհանրապես բազմակարծության բացակայությունը այդ բազմակարծության մասին դեռ կխոսենք ինքնին շատ հետաքրքիր թեմա է ինձ համար բայց մինչեւ այդ հիմա այդ բևեռացվածություն որ մենք ասում ենք հիմա այստեղ հավնաձվից թե ձունահավից այդ դիլեմի առաջ են կանգնում հասարակությունն է նպաստել նրան, որ լրատվամիջոցները բևեռանան, թե լրատվամիջոցներն են նպաստել նրան, որ հասարակության մեջ դրամատուրգները հակառակ բևեռներում հայտնվեն։ Միանշանակ պատասխան չկա, բայց ես հակված եմ մտածել, որ ցավոք ավելի շատ երկրորդ է։ Որովհետև ԶԼՄ-ները տվյալ դեպքում հանդես են գալիս որպես պրոպագանդիստ, պրոպագանդայի միջոցներ, նրանք աշխատում են այդ բևեռացման վրա։ Նրանք ատելություն են քարոզում։ Ատելություն ենք քարոզում, լավ, sense ասեմ, թե ոչ մեկ չնեղանա։ Մարդիկ ովքեր որ ԶԼՄ-ները ովքեր սպասարկում են այսպես կոչված ընդդիմության շահերը, կանչում են իրենց եթերները միայն եւ միայն այն մարդկանց, ովքեր հնարավորինս բարձր են անեծքներ հնչեցնում իշխանության հասցեին։ Եվ հակառակը իշխանության ԶԼՄ-ները, որոնք պատկանում են իշխանությանը, հետեւաբար սպասարկում են իշխանական օրակարգը, կանչում են մարդկանց, ովքեր հնարավորինս բարձր են անեծքներ հնչեցնում ընդդիմության հասցեին։ Սա բևեռացված ԶԼՄ-ների, բևեռացված հասարակության արտացոլում է։ Եվ այո, ԶԼՄ-ները շատ մեծ դերակատարում են այդ բևեռացվածության խորացման, հետագա խորացման մեջ, եւ սա շատ վատ է իրականում, մեզ մոտ չկա այնպիսի հարթակներ, կան, շատ քիչ են, չէ, պետք է ճիշտ ասենք, շատ քիչ են, որտեղ կա բազմակարծություն, որոնք չունեն հստակ ուղղվածություն, օրինակ, ես չեմ ասում հիմա որևէ ԶԼՄ-ի անուն հնչեցնեմ, դա ճիշտ չի լինի, կոռեկտ չի լինի, կարծում եմ իմ կողմից, բայց մենք բոլորս էլ գիտենք, որոնք են այդ ԶԼՄ-ները։ Դուք ասեք, ես կասեմ։ Գիտեք, կա, ասենք, sense բանը բացում ես, այդ լենտան բացում ես, տեսնում ես արդեն անընդհատ նույն բանն է։ Չի փոփոխվում, անունն է, նույն մարդիկ ասում են նույն բանը։ Ես ուղղակի զարմանում եմ այդ Եվ ներողություն եմ խնդրում էլ ժամանակին, երբ ես դեռ ակտիվ այսպես ասած լրագրող եի, այդ վազվզող լրագրողների, ես ասում եմ ակտիվ լրագրող, ես էլ եմ եղել ռեպորտեր տարբերակով։ Հա։ Նախընտրական տարիներից մեկն էր, լավ, հիմա չասեմ, որ կուսակցության հետ էին ինձ կցել, որ ես իրանց հետ աշխատեմ, որում ամենաանշարժ իմաստով, որ հանկարծ կռեք չլինի այս տարբերակով։ Ու ես առաջին երկու նախընտրական հանդիպումից հետո ընդամենը ես լուրջ անգելություն էի անում, ալարում էի ինչ-որ նոր բաներ հորինել, ես իմ նախորդ օրվա տեքստի մեջ ուղղակի մի քիչ փոփոխություններ էի անում, հերթականություններ էի փոխում, որտեղ բացարձակապես նույն բաներն են խոսվում։ Հիմա մեր լրատվամիջոցներն են այդպեսին դարել, այսինքն համել, նախընտրական դրամաբանություն կա այս ամենի մեջ, ու բոլորը գնում են բոլորս դեպի ավտոդոր ընկերներ, հիմա բոլորս դեպի ընտրություններ են գնում։ Խնդիրը միայն դա չի, խնդիրը գերքաղաքականացվածությունն է լրատվամիջոցների բովանդակության եւ դրա հիմքով մենք ասում ենք, որ բևեռացվածություն գոյություն ունի։ Դապես բևեռացվածության ամենաճշգրիտ չափորոշիչը դա ուրիշի խոսքը սեփական հարթակ բերելն է։ Մենք չունենք որևէ լրատվամիջոց, մենք մի երկու տարի առաջ նույնիսկ բազմակարծության այդ ռեյտինգներն էինք հետազոտել մեր կենտրոնում։ Գիտեք, որ մենք մեդիա ոլորտում բազմաթիվ եւ տարբեր պրոֆիլային հետազոտություններ ենք անում եւ այդ բազմակարծ եւ եկանք այն համոզվան, որ
որևէ մի լրատվամիջոց չկա, թե on-line հարթակներում, տարածքում աշխատող, թե հեռուստաընկերություններ, որտեղ ուրիշի խոսքի պակաս կա, չափազանց շատ են, այսինքն սեփական նյութ, սեփական լրագրողները, սեփական նյութեր ավելի քիչ են, քան ուրիշի միջոցով նյութեր պատրաստելը, հարցազրույցներ են, ռեպորտաժներ են, չգիտեմ, մեջբերումներ են ուրիշի խոսքի եւ այլն։ Խնդիրն այն է, որ ինչպես Դավիթը ասաց, այո, յուրայինների շրջանակներից են այդ ուրիշները։ Նույնիսկ սոցցանցերից են մեջ բաները, արտատպումները ըստ քաղաքական նախապատվության արվում։ Մենք սա էլ ենք բան արել, էլի հետազոտել, օրինակ Civic AM հայկական ժամանակը միայն ԿՊԱ-կան եւ հարակից, ասենք, սոցցանցային օգտատերերի բովանդակություններն է բերում ցույց տալու համար, որ սոցցանցերում էլ են մեզ սատարում, մեր կարծիքները բան եւ հակառակը, սա է խնդիրը։ Ինչ մնաց, ասենք, սովորական մարդու կյանքի համար ամենօրյա խնդիրների արտացոլմանը, հայաստանյան մեդիան ինչպես առաջ, այնպես էլ հիմա, այսպես փոքր Հայաստանը չի կարողանում ծածկել, հասկանում եք, ասենք մենք եթե որևէ մի շրջանում ինչ որ մի բան է տեղի ունենում, սկսում է աշխատել պայմանական ասած հովիվեյեմ կայքը, երբ որ գնում են բնակիչներին ու գյուղապետի ներկայաց բաներին են Երևանից զանգում ու հարցեր տալիս, մինչդեռ ես որքան գիտեմ, մենք օրինակ չենք առնչվել տեղական մեդիայի հետ, ես նույնիսկ չգիտեմ նրանցից որոնք են այսօր ի վիճակի աշխատել օրվա լոկալ լրատվությամբ հնարավորություն ունեն ապահովելու, ասենք բանը։ Ես կարծում եմ, որ դասական տարբերակը այն պետք է լիներ, որ եթե մի որևէ վայրում, մի շրջան ինչ որ բան է տեղի ունենում, հանրապետական նշանակության մեդիաները հղում անեին այդ տեղական ԶԼՄ-ին եւ այնտեղից արդեն ստուգված Դե տեղական ԶԼՄ-ների հետ կապված կներեք, մի քիչ բան, մի քիչ բարդ է, օրինակ Վայոց ձորի մարզում լրատվամիջոց չկա։ Իմիջ այլուց։ Շատ կարճ է։ Բայց կան հեռուստաընկերություններ տեղական եւ Վայոց ձորում չկա ընդհանրապես լրատվամիջոց, չկա սեփական։ Շատ կարճ, բայց ինձ թվում է սա էլ է կարևոր, կապված այդ անդոնդի հետ, որը հասարակությունում բևեռացվում է, գեներացվում է։ Լրագրողները, սա իմ համար շատ ցավալի թեմա է եւ ամոթալի իդեպ, որպես լրագրող, շատ դեպքերում օգտագործվում են որպես սադրիչ։ Այսինքն իրենց ուղարկում են, կներեք, ֆաս հրաման են տալիս, իրեն գնում են, սկսում են սադրել մարդկանց եւ լարվածություն են հաղորդում։ Ինչ որ գործընթաց։ Այդ հենց այդ է, ես այդ մասին ուզում եի խոսեի, ես ուզում եի այդ մասին խոսեի, որտեղ չպետք է լինի։ Լաուրայի ասածը, երբ չկա իրադարձության լուսաբանում, չէ՞, լրացրեցիր դու, կա իրադարձության իմիտացիա։ Այսինքն նման ձևով լրատվամիջոցը, լրագրողը փորձում է նյութ ստանալ։ Վերնագիր նշեմ։ Վերնագիր օհանավանքից լրագրողների եւ տեղացիների միջև լարվածություն է։ Լրագրողների եւ ամոթ է էլի։ Այդ ԶԼՄ-ն իրավունք չունի աշխատի։ Լրագրողների համար ամոթ թե տեղացիների։ Եվ ԶԼՄ-ի, եւ լրագրողների, դե տեղացիների մասին չեմ ուզում խոսել։ Այսինքն սա ոչ պրոֆեսիոնալ է, չի կարելի այդպես բաներ անել։ Ես կարծում եմ, որ Դավիթի ասած այդ օրինակը, որը մենք հաճախ ցավոք տեսնում ենք on-line միացումներում, ընդհանրապես լրագրությունը հիմա նաև այս մյուս տրենդն էլ է, էլի, որ շատ տարածված միտում է, լրագրությունը հիմա փոխարինվել է ուղղակի ուղիղ միացմամբ։ Մի երկու բառ են ասում եւ ուղղակի մարդկանց հնարավորություն են տալիս տեղի մասնակից լինել, իրեն խոհան։ Այո, բայց ամբողջ խնդիրը այն է, որ դա մասնագիտական անհամապատասխանության դրսևորում է։ Լրագրողությունը դա չմասնակցել որևէ իրադարձության, այլ կողքից ներկայացնել այն, ինչ որ տեղի ունենում, դասական բանով, ով, ինչ, որտեղ, ինչու, ինչ տեղի ունեցավ եւ վերջ։ Եկեք, լավ, այսպեսի մի բան ասեմ, հիմա փորձեմ, այս անգամ ես փորձեմ լրատվամիջոցների պրիմիտիվ բան է, որ անհնարին է։ Ինչ որ չափով է պաշտպանել, տեսեք։ Քանի որ ես ինքս էլ մոնիտորինգ եմ անում այն հրապարակումները, որի մասնակիցը ես եմ, այսինքն այս կամ այն յուրի հետ հարցազրույց ամենատարբեր տեսակի,
ու տակը այնտեղ հարցեր են գալիս, բնականաբար մեծ մասը հատկապես YouTube-ում անանուն միշտ հետևում հա Պարոն Սարդարյան, ինչի եք էս ինչին հրավիրել։ Այդ քաղաքական քիմքի խնդիրն է, ինչի եք էս ինչին բերել ախր։ Ես այլևս ձեզ չեմ հետևել, ոնց կարելի է էս ինչ մարդուն բերել եթեր, եւ այլն, էական չի իմաստն է խոսքը, ու որ դաշտից հանդիմությունն է, այնտեղ եթե ընդդիմադիր է իշխանական, պրոիշխանական, հա, այդ նույն բանն է, պատմությունն է, հայհոյանքների մասին չեմ խոսում, իդեպ քանի առիթ է, էլի, Ժորժ, եթե ինչ որ մեկին հայհոյում եք, ինքան տաղամարդկություն ունեցեք, գոնե սեփական դեմքով ներկայացեք, էլի։ Հիմա մարդիկ կան սկսել են դրանից վախենալ։ Այսինքն ըստ էության ճնշում կա, այդ մեր ասած մի քիչ առաջ որ խոսում էինք հասարակության կողմից, բևեռացված հասարակության կողմից, որը բազմակարծություն չի սիրում։ Ու ասում է դու էլ չպետք է սիրես։ Ու լրատվամիջոցների կամ լրագրողների մի մասը սկսում է խաղալ այդ կանոններով։ Կորպորատիվ շահերը այնտեղ իր հերթին իհարկե, բայց սկսում են ավելի լավ է ես այս մարդկանց հավաքեմ իմ շուրջը, հա, այս տրամաբանությամբ, քան մնամ անհաց։ Կարող եմ ասել։ Գիտեք, խնդիրը որն է, խնդիրն այն է, որ ցանկացած լրատվամիջոց աշխատում է իր կայուն լսարանը պահել։ Եվ շատ էական է, որ այդ լսարանները կամաց ընդլայնի։ Երբ որ ես ասում եմ քաղաքական նախապատվություն, դա նշանակում է, որ այդ լսարանը ամեն մի լրատվամիջոց պետք է ունենա ինչ որ մաքսիմալ քանակի, բայց դրանից ոչ այն կողմ գնացող լսարան։ Բնական է, որ այդ լսարանի համար հաճելի չի լսել հակառակ կողմից հնչող հիմնավորումներ կամ տեսակետներ եւ այլն։ Ես դրա համար եմ ասում, որ իմ լսարանը դառնա իմ ցենզուրը։ Ես կարծում եմ, որ եթե խոսքը ոչ հանրային ռադիոյի, հանրային հեռուստատեսության մասին է եւ որը պետք է լինի բոլորի համար եւ արտահայտի հնարավորինս հանրության մեջ եղած կարծիքների ամենալայն բազմազանությունը, դա օրենքով պահանջվող ուրեմն պահանջ է։ Հանրայինները դնենք Նիկո, պատկերացրեք, ես աշխատում եմ բոլոլակ ETM-ում, դաշտի համար, ներեցեք, ամբողջ դաշտի համար դրա համար եմ ասում, շատ ավելի ազնիվ կլինի լսարանի հետ աշխատել, բաց խաղաքարտերով, երբ որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունի եւ հասկանալի է, որ լրատվամիջոցը որ քաղաքական գծի մեջ է եւ հետեւաբար եթե ուզում եք Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ ասենք չգիտեմ մենք ունենք քաղաքական կուսակցություններ եւ բոլորը շատ լավ գիտեն, որ լրատվամիջոցը որ քաղաքական ուժին է հարում ամբողջ հարցն է, որ այդ բաները լսարանը թող եթե իրեն հարմար չի այս հարթակը դա թող գնա ուրիշ հարթակի։ Այդպես է լինում, բայց լավ, ոնց անենք, որ այդ լրատվամիջոցները չասեն մենք աշխարհի ամենաազնիվն ենք, մենք աշխարհի ամենաարդարն ենք, օրինակ մեզնից վերցրեք, եթե դուք մեզ պես չեք մտածում, ուրեմն դուք թուրք եք ու դավաճ։ Չենք կարող անել դա։ Չենք կարող անել դա, անհնարին է դա, բայց կարող ենք ուղղակի փորձել մենք ես այդպես եմ կարծում, ամեն մեկը պետք է իր աշխատանքը անի։ Ես իմ տեղում փորձում եմ դա անել։ Ես էլի բերեմ օրինակը ինձ վրա, չեմ ուզում ոչ մեկի անունը տալ, զուտ այդ պատճառով, երբ որ ինձ ասում են դու ինչ ես մարդուն կանչում, ես ասում եմ նախ ես չեմ կանչում, պրոդյուսերը ունենք ինքն է կանչում, եւ երկրորդն էլ ես պատրաստ եմ ցանկացած կարծիք լսեմ, որը խելամիտ է։ Սա է պետք է լինի մոտեցումը։ Իսկ մեզ մոտ մարդիկ ասում են, մենք սիրում ենք լսել այն, ինչ մեզ համար մեր ականջին հաճելի է։ Այսինքն մարդը, եթե Փաշինյանական է, իշխանությանն է, ինքը այդ մասնագետներին է լսում, այդ փորձագետներին։ Եթե գալիս է ինչ-որ մի անդիմադիր, ամեն մեկը տեղեկատվական սեփական փուչիկն ունի, փուչիկի զանգի մեջ։ Այո, դա Լևոն, ես դա շատ վտանգավոր է։ Շատ վտանգավոր, որովհետև սա մեր հասարակությանը մտցնում է մի իրացիոնալ իրականության մեջ, որը գոյություն չունի։ Եվ մարդիկ ապրում են պատրանքներով։ Այդ 20 թվականի պատերազմը որ եղավ, չէ՞ մենք պատրանքների մեջ էինք։ Ես էլ էի պատրանքների մեջ շատ դեպքերում, որովհետև ինֆորմացիոն տեղեկատվական դաշտը, որը կառուցել էր հայտնի Միքայել Մինասյանը, այնպեսի մի փուչիկ էր փչել, այդ կիլդիմները, այդ մնացածները, այդ ամեն ինչը, որ մենք բոլորս հավատում ենք, որ մեր բանակը ամենաուժեղն է։ Եվ երբ մարդիկ դուրս էին գալի։ Իմիջիալուց այդ ամեն ինչի հեղինակները հիմա Արծրունի ազգանուն Հովանեսյանին Հովանեսյանին չեն քննադատում, հայհոյում են։ Հայհոյում են եւ քննադատում են։ Եվ տեսեք, երբ որ մենք մեր համեստ տեղից ասում ենք, գիտեք, բա Ժորժ ջան, բանակում խնդիր կա, ասում են թուրքը լսում է եւ ուրախանում է, ձեներդ կդրեք։ Եղել է դա, տարիներով եղել է։
փուչի կա փչվել, մենք իրացիոնալ մի իրավիճակում ենք հայտնվել իրականությունից դուրս մեր հասարակություն եւ ստացել ենք այն ինչ ստացել ենք։ Երբ որ պատերազմը սկսվել է 20 սեպտեմբերի 27-ին, ես հավատում եի, որ մենք ջախջախելու ենք Ադրբեջանին, որովհետեւ մենք ավելի ուժեղ ենք։ Ես էի հավատում։ Եվ այն ինչ տեղի ունեցավ Արտուր Հովհաննիսյանին ինչի են այդքան հարցակում, երբ որ ինք ասում էր հաղթելու ենք։ Արտուրն էլ էր հավատում, որ հաղթելու ենք։ Մենք բոլորս էինք հավատում։ Եվ հետո ստացանք այն ինչ ստացանք։ Հիմա այս ինչ որ կատարվում է մեր այս ԶԼՄ-ների դաշտում, այս ապատեղեկատվության հոսքերը, այդ լսենք այն ինչ մենք ուզում ենք, շատ վտանգավոր է, որովհետև հերթական անգամ մենք կարող ենք վաղը հայտնվենք կոտրած տաշտակի առջև։ Ես օրինակ բերեմ, խաղաղության գործընթացը։ Մի կողմից ծաղկեցվում է, հա, այսպես մալոչները կիսկիսելն է բերեգամի, իսկ մյուս կողմից դեմոնիզացվում է, որ սա ճանապարհ է դեպի Հայաստանի կործանում։ Երկուսն էլ սխալ են։ Եվ երկուսն էլ ստեղծում են իրացիոնալ իրականության ընկալում։ Սա շատ վտանգավոր է։ Այո։ Ես միանշանակ համաձայն եմ Դավիթի հետ, դա շատ վտանգավոր իրողություն է, երբ որ տեղեկատվական սահմանափակ շրջանակներից դուրս չես ուզում գալ եւ չես ուզում լսել ալտերնատիվ կարծիք, բայց ես կարծում եմ, որ դրա մեղավորը գործող կառավարությունն է եւ ես կարծում եմ, որ ինքը պետք է սահմաներ եւ հետեւեր բոլոր այն իրողություններին, որոնք նաև մեդիա դաշտում են, եւ ինքը պետք է դառնար չխոսելու, իշխանությունը հիմա պատկերացնում եք, իշխանությունը փորձում է միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, փորձում է կոորդինացնել, բայց այդ ո՞նց։ Խոսքը լրատվամիջոցների աշխատանքին միջամտության մասին չէ։ Խոսքը օրինակ իշխանությանը հարող լրատվամիջոցների նաև ինֆորմացիոն քաղաքականությունն է։ Երբ որ ընդդիմադիր մեդիան տեսնում է, թե ինչպես է վարվում օրինակ իշխանական մեդիան, նա էլ նույնն է կատարում եւ հակառակը, հասկանում եք, այստեղ մրցակցություն կա եւ պետք է այս օղակը ինչ որ միտեղ կանգ առնի։ Բացարձակ համաձայն չեմ այդ թեզի հետ։ Ես կարծում եմ, որ պատասխանատվությունը միևնույն է իշխանություններն են կրում բոլոր հարցերում եւ այն հանգամանքը, որ օրինակ սոցիալական ցանցերում այսօր ուղակի խրախճանք է բանի, ոչ նորմատիվային լեքսիկայի օգտագործման եւ այլն, կան բազմաթիվ միջոցներ, որոնք կարող էին այո կանգնեցնել այդ այդ միջոցները կիրառում են, ասում են 37 թիվն է, ես լավ չեմ հասկանում դուք ինչ եք։ Ես ընդունում եմ, ես կարծում եմ, որ պետք է լինեն որոշ սահմանափակումներ, կոշտ հռետորաբանության, ոչ նորմատիվային լեքսիկայի, որոնք նաև պետք է տարածվեն, այո, կա օրենքով, բայց ամբողջ հարցն է, որ երկակի ստանդարտներ են օգտագործվում, դա կիրառողների։ Այդ ուրիշ խնդիր է, բայց ասենք այդ խնդիրը կա, ես ընդունում եմ, որ այդ խնդիրը կա, բոլորն են։ Ես նկատի ունեմ օրինակ ծառայելը, երբ որ իշխանությունը ներկայացնող լրատվամիջոցները, իշխանությունը ներկայացնող գործիչները իրենց կոռեկտ են պահում եւ պարկեշտ նաև սոցիալական ցանցերում։ Նրանք իրավունք ունեն նաև պահանջելու Պրոիշխանականները ասում են մենք այսքան տարի մեզ խելոք պահեցինք, տեսանք ինչ եղավ։ Բայց երբ որ վարչապետը օրինակ ասում է, որ եթե քեզ հայհոյում են, դու էլ պետք է հայհոյես եւ նման գրառում է անում։ Սա ներեցեք ոչ միտեղ չի շատ բաց տեղ է տանում։ Եթե ինձ հայհոյում ես, վազեմ դատարան։ Ես փորձեմ նաև այստեղ ազգային մենթալիտետի աշխարհընկալման խնդիր է։ Հարցը ինչ կապ ունի ազգային մենթալիտետի հետ։ Հարցը ունի ի պաշտոնե չի կարելի հետ, երբ որ դառնում ի պաշտոնեն հասկանալի է, ի պաշտոնե չի կարելի հայհոյել։ Երբ որ վարչապետը ներեցեք իր թիմի ներկայացուցիչներին սոցիալական ցանցերում գրում է, որ ուրիշ ձև չկա, եթե խոսում են, վատաբանում են կամ հայհոյում են ձեզ, ուրեմն դուք էլ պետք է պատասխանեք, որտեվ այս ընդդիմության հետ ուրիշ վարվելու ուրիշ ձև չկա։ Սա ես չեմ ընդունում։ Ես հետ էի ասում, իշխանությունը ասում է, եղբայր ասում է 5 տարի ինձ խելոք պահեցի, հերով, մերով, երեխեքով, ինչով ասես, հայհոյում թաղում։ Մի քանի բան էլ ես ասեմ, եթե թույլ կտաք, նախ Նիկոլ Փաշինյանի մասով ինքը իդեպ մոտ մի շաբաթ առաջ գրառում է արել, որտեղ
Չէ, գրառում չէ, ասուլիսը ժամանակ էր ոնց էր ասել։ Ինքան շատ է Նիկոլ Փաշինյան, արդեն չես հիշում որտեղ երբ ինչ է ասել։ Ինքը ասել է, որ եթե ես հայհոյել եմ, ես զղջում եմ այդ մասին եւ հիմա ապաշխարում եմ, գնում եմ եկեղեցի, աղոթում եմ, այնտեղ ապաշխարում եմ եւ կոչ եմ անում, որ այլևս չհայհոյենք։ Սա այդ մասով։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո բրիֆինգի ժամանակ։ Երևի, հա, Նիկոլ Փաշինյանը փոխվում է։ Նախկին գրառումը ինքը հիմա այսօր չեզոքացրել է։ Դա էլ Եթե դա դες հետաքրքիր է, ես իմ արխիվներում պահում եմ ամեն ինչ, ես կարող եմ այդ գրառումը ձեզ ուղղել։ Դա էլ դնենք Նիկոմ, ես Եվ դա ուղղակի աննախադեպ բան է, երբ որ երկրի ղեկավարը կոչ է անում իր թիմի ներկայացուցիչներին վարվել այնպես, ինչպես որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն են անում, որոնք չունեն ոչ մի ազդեցության լծակներ եւ ոչ մի ռեսուրսներ, դա աննորմալ երևույթ է Այդ հասկանում մասին անգամ կտակարանում կա, չէ՞, ասում է վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկային է որ քեզ հետ վարվի։ ժամանակին չկրոնաբան անենք, հա։ Չէ, ես զուտ չենք կարող չկրոնաբան անենք, Տիկին Բաղդասարյան, ցավոք սրտի։ Ես հիմա օրինակը բերելու եմ հենց այդտեղից։ Իմիջայլոց ոչ ակտուալ։ Այո, տեսեք, երբ որ այդ խնդիրը առաջացավ, եկեղեցի իշխանություն, բարակտումը եղավ, ինձ որ հարցնում էին, ասում են դու ո՞նց ես տեսնում այդ խնդրի լուծումը, ու ես մասնակից չեմ, բայց ես ասում եմ ինքնամաքրմամբ։ Միակ ճանապարհը եկեղեցու ինքնամաքրումն է, ներսից, իշխանությունը չպետք է դա անի։ Հիմա նույն ձև մեր լրագրողական դաշտը պետք է ինքնամաքրվի, կա այսպեսի մի լավ բան։ Ինքնա սամացենզուրա, ոնց արել։ Ինքնագերականություն։ Էսա ուրիշ ճանապարհ չկա։ Իշխանությունը պետք է օրենքներ ընդունի, այդ օրենքները պետք է կիրառվեն, հայհոյանքը պետք է թույլ չտան, պետք է պատժեն, բայց եթե այդ ինքնագերականությունը Ախր այդ ինքնագերականությունն էլ ախր ինքը այնքան վտանգավոր եզր է, որովհետև իր ինքնագերականության համար նախ պետք է կիրթ լինես։ Որովհետև եթե դու կրթված չես, որովհետև չէ, եթե կրթված չես, ինտելեկտուալ չես, լավ էսպես ասեմ, կրթվածությունը դիպլոմով են հաշվում, եթե ինտելեկտուալ չես, այդ ինքնագերականությունը աստիճանաբար վերածվում է սովորական գերականության, այսինքն դու ինքդ սկսում ես վախենալ թեմաներից, ես գիտեմ այդ օրինակները տեսել եմ, հա։ Արևմտյան լրագրությունն է դա շատ լավ օրինակ եք բերում։ Հա, ու տենց ներփակվում է, էլի գալիս է հասնում է այնտեղ, որտեղից որ հիմա կարծիք ունենա, լրագրողը չպետք է իր կարծիքը չպետք է ներկայացնի, ինքը ուղղակի դիկտաֆոնի դերբ, ես համամիտ չեմ, համաձայն եմ։ Ես էլ համամիտ Շատ վատ բան է։ Բայց այն վերաբերմունքային լրագրությունը, որ հիմա մենք ունենք, դա էլ հակառակ ծայր է։ Այո, համամիտ եմ։ Այսինքն այդ խնդիրը կա։ Դրա համար եմ ասում, միակ ճանապարհը ինքնագերականությունն է, ուրիշ բան չկա։ Լրատվամիջոցներ, որոնք ունեն ներքին կանոնակարգեր իրենց աշխատողների, որոնցով սահմանում են իրենց աշխատողների վարքը սոցիալական ցանցերում, որովհետև բան անենք, համաձայնվենք, որ ցանկացած օգտատեր, հանրային ճանաչում ունեցող օգտատեր, քաղաքական գործիչ է, երկրի ղեկավար է, լրագրող է, թե ինչ է, նախ եւ առաջ ինքը ընկալվում է որպես հենց այդ աշխատանքը կատարող անձնավորություն։ Օրինակ Դավիթը ընկալվում է նախ եւ առաջ որպես առաջին մի աշխատող, վարչապետը որպես վարչապետ, այլ որպես սովորական օգտատեր եւ այլն։ Եվ ես կարծում եմ, որ եթե լրագրողների, որպեսզի նաեւ սոցցանցային լսարանը կարողանա հասկանալ, թե այսինքն ինքը իմանա, որ եթե այս մարդը այս կարծիքն է արտահայտում, նա իմանա դա նրա անձնական կարծիքն է, թե այդ լրատվամիջոցի։ Ես կարծում եմ, որ նման, ասենք, վարվեցողության ինչ որ կանոնագիր պետք է ունենան նաև քաղաքական գործիչները, հասկանու՞մ։ Ես մի բան էլ ասեմ, էլի։ Պաշտոնական բոլորը ունեն համարը, բոլորը, ընդ որում հիմա ես չեմ ուզի անունով ասեմ, ես գիտեմ լրատվամիջոց, որը 15 տարի է գլուխագովում, ասում մենք ունենք ներքին կանոնադրություն, էթիկայի նորմեր, բանեսկոմենկոմ խորապես թքած ունեն վերջին 2 տարվա ընթացքում իրենց բոլոր այդ նորմերի վրա։ Բայց սա խոսքի ազատության սահմանափակում չի։ Որը Եթե լրագրողին իր ղեկավարությունը ասում է, սա կարող ես գրել, սա չի։ Չէ, դե աշխարհում ընդունված նորմա, դա BBC-ից սկսած բոլորը։ Խոսքի ազատության իհարկե սահմանափակում չի, որովհետև մարդիկ չես ուզում սահմանափակվես, գնա ուրիշ տեղ։ Գնա բացի քո անձնական էջը եւ հայտարարի, որ սա քո անձնական էջն է, որ քո գրածները պետք է անցալել որպես քո անձնական կարծիքներ, նման դիսկլեյմերով խնդրեմ ցանկացած բան կարող ես գրել, բայց երբ որ օրինակ գրում ես որպես լրատվամիջոցի աշխատող ինչ որ մի բան, ընկալումները այնպիսին են, որ ընկալում են քեզ որպես առաջին էմի, ասենք, մեկնաբան եւ հետեւաբար
անհամաձայնությունը քո հետ տարածվում է նաև առաջ։ Ինձ այդպես չեն անցալում, բայց լավ։ Օրինակը բերենք, որ ես Դավիթ Ստեփանյանն եմ, Տիկին Բաղդասարյան։ Ամենայն հարգանքով։ Դավիթ Ստեփանյանն է, որը առաջին այմի վերլուծաբանն է, Լավրա Բաղդասարյանն է, որը ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրենն է, եւ ես Լևոն Սարդարյանն եմ, ինչպես հաղորդման սկզբում ասացի, հանրային ռադիոյի հիմնական սադրիչներից մեկը։ Շնորհակալություն, այսօր մենք ավարտեցինք այսքանով, շնորհակալություն, հաջողություն, կհանդիպենք արդեն գալիք շաբաթ օրը առայժմ։